Ողջույն։ Նոր ու հետաքրքիր տեսարժան վայրերի, հնամենի հուշարձանների եւ պատմական կոթողների որոնումներով եթերում ձեզ հետ է Պատմության վկաները հեռուստանախագիծը։ Պատմական վկայությունների հետքերով այս անգամ մեր ստեղծագործական խումբը պատմական Հայաստանի ջավախք աշխարհում է։ Բազմաթիվ պատերազմների բովով անցած մի երկրամաս, որն այսօր էլ հայկական է։ Ասում են են թիթեռները, որ գիշերվա խավարում, որտեղ ճրակ, որտեղ կրակ, որտեղ հուր է հենց սպառվում, հավաքվում են շուրջը պատում, մեջն են ընկնում խելագար։ Ասում են, թե են փարվանա ջահիլներն են սիրավառ, չտապելուց թև են առեն, դարձել թեթև թիթեռներ, ու տակավին հուր տեսնելիս մեջն են ընկնում անհամբեր։ Ջանք է անում ամեն մինը, շուտով տանի, տիրանա, ու այրվում անվերջ կտրիչները փարվանա։ Փարվանա լիճը հռչակված է իր անուշահամ ձկներով, եւ ասում են, եթե Հայաստանում արքայական սեղանի զարդը եղել է Գեղարքունյաց իշխանը, ապա այստեղ նրան փոխարինել է Ռյաբուշկան։ Այսպիսի ոսատեղին սազական է արքաներին։ Այդպես էլ եղել է։ Մեր ջուրն է, Ռյաբուշկան է այստեղ, էլի։ Ռյաբուշկան, այդի։ Այսիկ աղադանում չորացրել ես, դեռ էսիկ եղնում է պիվի ընտիր մատերիալ։ Էս է մեր ջուգը, Ռյաբուխը, ջուգը։ Կումպես է։ Բրն է։ Դասի բամով է։ Բազմաթիվ հին հայկական քաղաքների նման ախնկալակը նույնպես չկարողացավ զերծ մնալ ուշ միջնադարի մահմեդական համատարած ազդեցությունից, եւ ամրոցի տարածքում կանգնած այս մզկիթն էլ դրա վկայությունն է։ Մեզանից ամեն մեկը երևի թե կարող է հիշել որևէ տիրակալի անուն, որին ժողովուրդը ժամանակին չի սիրել։ Սակայն նույնը ինչ խոսք չի կարող վերաբերվել հայոց թագուհիներին։ Նրանք պատմության ընթացքում մեծապես բարի համբավ են թողել ու երբեմն գրեթե սրբացվել։ Մեզ համար այդպիսի տիրուհի է եղել Մարիամ Մեծ իշխանուհին, իսկ վրա ժողովրդի համար դա միանշանակ Թամարա թագուհին է։ Հաճախ ժողովրդական լեգենդներն ու զրույցները ավելի հայտնի են, քան բուն հուշարձանները։ Թմկաբերդի լեգենդը գիտեն նույնիսկ բոլոր նրանք, ովքեր երբեք չեն տեսել հուշարձանը։ Դա մի հուզիչ պատմություն է քաջության, հավատարմության ու լավ գործի հավերժության մասին։
Հայտնի ճշմարտություն կա, ամենայն հանճարեղը ամենայն պարզն է։ Գուցե այս համեստ ու պարզ միջավայրն է նաև պատճառ հանդիսացել, որ հայ նոր գրականության մեջ փայլի աշնանային մեծ քնարերգու Վահան Տերյանի Թախծոտ աստղը։ Ջավախք աշխարհը հայ ժողովրդի անցյալի իսկական գանձարանն է։ Հետաքրքիր ու գրավիչ մի երկրամաս, որի մշակութային արժեքներն ուղղակի անսպառ են։ Անսպառ է նաև մեր ցանկությունը ուղևորվելու այնտեղ, ուր մեր դարավոր կենսագրության ճշմարիտ տարեգիրներն են, նախնիների հիշատակն ու սրբագործված պատմության վկաները։ Մինչ նոր վկայություններ, կհանդիպենք։